1964 թվական սկսվում է պատերազմ Վիետնամի հետ։ Մաշկի վրա կար տարբեր տանջանքների հետքեր։ Դենը նրան սեռական ոտնձգության է ենթարկել, անհետանում է 8 տղա, որոնք 13-ից 17 տարեկան էին։ Սկսում է բարկանալ Գորալ Ուեյնի վրա, բայց միջև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, ինչպես նաև սեղմեք զանգակ կոճակը եւ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։ Mama, I killed Dean. Brian, Ma'am? what are you doing? Yes. Down for 911. This is the police. Put your hands up. Put them over your neck. Let me see them. This is the police. Come out with your hands up. You have the right to remain silent. 911, what's your emergency? Դեն Քորլը ծնվել է 1939 թվականին։ Նրա ընտանիքը շատ բարվոք կյանքով էր ապրում, սակայն դա չէր խանգարում, որ մայրը եւ հայրը շատ հաճախ վիճեին, ինչպես նաեւ շատ հաճախ բաժանվեին իրարից։ Այդպիսի դեպքերից մեկը լինում է 1946 թվականին, երբ նրանք վիճում են, բաժանվում, մայրը երկու տղաներին վերցնում է եւ իր հետ տանում մեկ այլ քաղաք։ Բայց որոշ ժամանակ անց նրանք ամուսինները միանում են իրար հետ եւ շարունակում համերաշխ ապրել, մինչեւ 1953 թվական, երբ Դենի մայրը գտնում է նոր ամուսին, նրա հետ ամուսնանում, երկու տղաներին վերցնում եւ տեղափոխվում մեկ այլ քաղաք։ Այնտեղ նա արդեն սկսում է իր կյանքը շարունակել նոր ամուսնու հետ եւ այլևս չի էլ մտածում հետ վերադառնալ Դենի հոր մոտ։ Նրանք բացում են փոքրիկ հրուշակեղենի բիզնես ընտանեկան, որտեղ Դենը լինում է իր եղբոր հետ օգնական։ Սակայն Դենի մայրը 1963 թվականին բաժանում է իր երկրորդ ամուսնուց, տղաներին վերցնում եւ տեղափոխվում մեկ այլ քաղաք, որտեղ բացում է հրուշակեղենի խանութ մեկ այլ անունով եւ շարունակում ընտանեկան բիզնեսը։ Դենը դառնում է ընտանեկան բիզնեսի փոխտնօրենը, իսկ եղբայրը դառնում է գլխավոր հաշվապահը։ Դենը մանկուց եղել է շատ հանգիստ, շատ աչքի չընկնող երիտասարդ, ինչպես նաև նա ոչ մի բանից ոչ իրեն է զրկել, ոչ էլ ծնողները, ու փոքրուց էլ չի նկատվել որևէ արտառոց, որևէ վատ պահվածք Դենի կողմից, սակայն երբ որ նրանք արդեն առանձնանում են եւ մեկ այլ քաղաքում հիմնում են իրենց նոր ընկերությունը, աշխատողներից մեկը պնդում է մորը, Դենի մորը, որ Դենը նրան սեռական ոտնձգության է ենթարկել, ինչին մայրը չհավատալով աղջկան գործից ազատում է։ Հետագայում չի բացվում այս հատվածը դա իրական էր թե ոչ, բայց մնում է փաստ, որ այդ թվականից հետո Դենի մոտ ամեն ինչ սրվանում է։ 1964 թվական սկսվում է պատերազմ Վիետնամի հետ։ Ամերիկայում զորակոչ է սկսվում, որի արդյունքում Դենին նույնպես ուղարկում են բանակ։ Բանակում նա 1 տարի է համարյա ծառայում, որից հետո դիմում է գրում եւ առողջական խնդիրների պատճառով նրան շուտ են բանակից հետ բերում, ազատ են արձակում եւ հետագայում, ինչպես Դենն է ասում կամ նրա ծանոթներն են պնդում, հենց բանակն էլ օգնում է, որպեսզի հասկանա, որ նա համասեռամոլ է ու բանակից հետո Դենի մոտ փոխվում է համարյա թե ամեն ինչ։ 1965 թվականին Դենի ընկերությունը տեղափոխվում է քաղաքամերձ փողոց, որտեղ բիզնեսը ավելի շատ էր պետք եւ այդտեղից ավելի հարմար էր մյուս խանութներին, որոնց հետ աշխատում էին, մատակարարել։ Դենը զբաղվում էր, ինչպես արդեն նշեցի, փոխտնօրենի պաշտոնը, նա դրանից զատ նաև տարբեր կամավորների էր ընդունում, տարբեր երեխաների հիմնականում ու մոտակայքում գտնում էր մի դպրոց, որտեղ դասի գնալուց Դենը հաճախ հյուրասիրում էր երեխաներին կոնֆետներ, հա, հիմնականում տղա երեխաներին, նա շատ հաճախ նրանց հրավիրում էր իր մոտ կամավորական աշխատանքների, ինչպես նաև իր ընկերության բակում տեղադրած ուներ բիլիարդի սեղան, տարբեր հետաքրքիր ինչ-որ խաղեր, որտեղ շատ հաճախ հավաքույթներ էր կազմակերպում կամ տղաներին ուղղակի կարող է իր հետ վերցներ եւ տաներ լողափ հաճելի ժամանակ անցկացնելու։ Նոր YouTube-յան հաղորդում, որի ժամանակ կխոսենք հայտնի հյուրերի հետ իրենց վախերի, ֆոբիաների, ինչպես նաև պատմություններ նրանք կպատմեն, թե ինչ վատ դեպքեր է իրենց հետ կատարվել։ Ասում ինչպես դա ամենավերջին սիրելիս Փորձելու ես գուշակել, թե ինչ կա սև արկղի մեջ։ Այնտեղ կարող է լինել կենդանի, կարող է լինել սատկած կենդանի կամ որևէ այլ առարկա, որը երբևիցե չէր կարող պատկերացնել, որ հենց ներսում կա։ Այս ամենից հետո Դենը ստանում է Candyman կեղծանունը, մականունը, բառացի թարգմանաբար մարդ, ով որ կոնֆետներ է բաժանում, հա, բայց այդ ամենը նա հիմնականում բաժանում էր այն մտքով, որպեսզի նրանցով հիանար,
փորձեր նրանց հանդեպ սեռական ոտնձգություն աներ կամ ուղղակի վայելել երիտասարդ տղաների ուշադրությունը, ինչպես նաև նրանց միջավայրը։ Այդ ընթացքում նա որևէ անչափահասի հանդեպ սեռական ոտնձգություն չի ցուցաբերում, սակայն ամեն ինչ դեռևս առջևում է։ 1967 թվականին Դենը հանդիպում է Դեյվիդ Բրուքսի հետ, ով այդ ժամանակ 12 տարեկան էր։ Նրանք սկսում են հանդիպել, Դեյվիդը ընկնում է Դենի ազդեցության տակ եւ քանի որ նրան շատ հաճախ էին դպրոցում կամ առհասարակ ծառում իր արտաքին տեսքի համար, իր ունակությունների համար, Դենը սկսում է նրան սփոփել, ինչպես նաեւ տալ գումար, ձեռքի գումար, որի պատճառով է Դեյվիդը կախում է ունենում Դենից եւ 1969 թվականին նրանք առաջին անգամ ունենում են սեռական հարաբերություն։ Այս ամենը հետագայում շարունակվում է, նույնիսկ երբ որ Դեյվիդը գնում է մեկ այլ քաղաք, նա շատ հաճախ այցելում է այստեղ Դենի մոտ, մնում նրա տանը, ինչպես նաև սկսում ընկերակցել եւ Դենի համար գտնել նոր տղաներ։ Երբ Դեյվիդը 15 տարեկան էր, նա իր վաղեմի ծանոթներից մեկին, Ուեյնին, առաջարկում է, որպեսզի միանա Դենի հետ իրենց խրախճանքներին, ոչ միայն որպես նոր պարտներ, այլ նաև մարդ, ով որ կգտներ Դեյվիդի հետ նոր տղաների Դենի համար։ Դենը այդ ժամանակ հիշեցնեմ ավելի մեծ էր, մոտ 2 անգամ մեծ էր տղաներից էլ եւ նա հիմնական նրանց գումար էր տալիս նոր տղաներ գտնելու համար, օրինակ կարող էր մեկ տղայի համար նրանց վճարել մինչև $200, որը այդ ժամանակվա համար շատ մեծ գումար էր եւ նրանցից ընդամենը հասնում էր տղաներին բերել Դենի մոտ, Դենը նրանց կխմացներ, որևէ թմրանյութեր կտար, որպեսզի նրանք օգտագործեն եւ վերջ, մնացածը արդեն Դենն ինքը կաներ։ Դենի սպանությունները սկսվում են համարյա թե 1970 կամ 69 թվականներից։ Առաջին պատմություններից է լինում, երբ 18-ամյա Ջեֆրին իր ընկերոջ հետ ավտոստոպով գնում է տուն եւ տան ճանապարհը ոնց որ Դենի մոտով է անցնում, որտեղ Դենը նրան առաջարկում է, որպեսզի ու ճանապարհի Նա հասկանում է, որ Ջեֆրին համասեռամոլ է, նրանք ունենում են սեռական ակտ, որից հետո Դենը սկսում է տղային շանտաժի ենթարկել, որ նա կպատմի իր ծնողներին այդ ամեն ինչի մասին։ Սա Դենի համար ավելի շատ որպես խաղեր, քան թե գումար շորթելու միջոց, քանի որ նա գումարի խնդիր առհասարակ չուներ, ընկերությունը ծաղկում էր եւ ոչ ոք հենց ավել գումար այդ ընկերությունում չէր աշխատում, քանի որ հիշեցնեմ նա փոխտնօրենն էր այդ ընկերության։ Կարելի է ենթադրել, որ Դենը նրան ավելի շատ սպառնացել, որպեսզի հետագայում կրկին հանդիպեն եւ ուղիղ 3 տարի անց գտնում են տղայի մարմինը փաթաթված պոլիէթիլենի մեջ, նրա բերանը կապկպած էր, բերանում տարբեր իրեր էր մտցրած, որպեսզի չգորար, մաշկի վրա կար տարբեր տանջանքների հետքեր, ձեռքերն ու ոտքերը նեյլոնե թելերով կապված էին։ Այս ամենից հետո որևէ հետաքննություն չսկսվեց կամ որևէ կերպ չկարողացան հասկանալ թե ով է սա կատարել, դրա համար ոստիկաններն ուղղակի աչք փակեցին եւ Դենը հանգիստ շարունակեց իր խրախճանքները։ Դենի սպանությունները շարունակվում էին, նա մեկը մյուսի հետևից սպանում էր անչափահաս տղաներին, նա համարյա ոչ մի անգամ նույնիսկ չի փորձել կնոջ սպանել, քանի որ համասեռամոլ էր եւ այդ իսկ պատճառով իր զոհերը միայն տղաներն էին ու անչափահասները։ Կա վարկած, որ նա վախենում էր եւ դրա պատճառով ընտրում էր ավելի թույլ եւ անչափահաս տղաներին։ Առաջին հերթին դրա համար, քանի որ տղաները շատ թույլ էին եւ չէին կարող հակահարված տալ Դենին, այսպես ասած, եւ երկրորդ հերթին նրանք գտնվում էին խոցելի շրջանում եւ որոշակի գումարի դիմաց կամ խոստանում էին խմիչք նրանց տրամադրել կամ Դենը ասում էր եկեք իմ տուն, այստեղ կարող եք հանգիստ մարիխուանա ծխել։ Այդ ամենի պատճառով տղաները շատ հեշտ համաձայնվում էին եւ գնում ու Դենի մոտ մնում։ Երբ որ գնում էին տուն, հիմնականում նման հնար կար, ձեռնաշղթաներով սկզբում ինքը կապում էր իրեն եւ քանի որ գրպանում ուներ բանալի, կարողանում էր ազատվել։ Հետո առաջարկում էր այդ նույնը, որպեսզի զոհը անի։ Երբ որ զոհը անում էր, նա դե իհարկե բանալի չուներ, մնում էր այդպես կապված, որից հետո նրան կամ հարվածում էին գլխին կամ որևէ թմրամիջոցի ազդեցության տակ թուլացնում էին, տանում, կապում տախտակի վրա, որը Դենն էր պատրաստել, սկսում տանջանքները, կտանքները, մի քանի օր կարող է տևել, որ նա մեկ մարդուն բռնաբարեր, որից հետո նրան ուղղակի սպանում էր։ Դա կարող է լիներ հրացանի կրակոցով, կարող է լիներ ուղղակի տանջելով։ Մոտ 2 տարվա մեջ անհետանում է 8 տղա, որոնք 13-ից 17 տարեկան էին։ Հաջորդ զոհերը լինում են 2 անչափահաս երիտասարդ, որոնք ճամբարից գնում էին տուն,
Դենը նրանց խոստանալով, որ լավ համով բաներ կտա, քաղցրավերինքներ կտա եւ այլն, առաջարկում են իրենց հետ նստեն ֆուրգոն, որտեղ նաեւ լինում են Wayne-ը եւ David-ը, եւ նրանք էլ լինելով երիտասարդ կարողանում են տղաներին գրավել իրենց կողմը եւ առաջարկում են գնալ միասին լողափ։ Տղաները համաձայնում են, սակայն երբ որ լողափ հասնում են, տղաներից մեկը կարողանում է զանգել մորը։ Մամ, ես հիմա 96 կիլոմետր հեռավորության վրա եմ։ Ինչ ես արել, ինչու ես այդտեղ գտնում, ով է քեզ հետ։ Ամեն ինչ լավ է, իմ ընկերներն են ինձ հետ։ Լավ, պետք է գնամ, ընկերներս կանչում եմ։ Այս տարօրինակ զանգից հետո տղայի ծնողները դիմեն ոստիկանություն, քանի որ 96 կիլոմետրը դա ահռելի թիվ է եւ տղաները ուղղակի այդ ճանապարհով էլ չէին անցնում, որ ասենք, օքեյ, այդքան հեռավորություն անցել են, որ հասնեն տուն, չէ, իրենց տնից մոտավորապես շատ հեռու է գտնվում այդ քաղաքը, իսկ տղաները այնտեղ գնալու միջոց է չունեն, քանի որ նրանք կամ ավտոստոպով պետք է գնային կամ որևէ ավտոբուսով։ Ոստիկանություն դիմելուց հետո ոստիկաններն ասում են մենք գործ չունենք, ձեռքերներս մեր լվանում են, քանի որ նման դեպքեր հաճախ են լինում, երբ որ երեխաները փախնում են տանից եւ չեն ցանկանում, որպեսզի իրենց գտնեն։ Ծնողները տղաների պնդում են եւ վերջապես հասնում իրենց ուզածին։ Կազմակերպելով որոնումներ, նրանք կարողանում են տարբեր մարդկանցից հետաքրքրվել եւ ինչ որ մեկը ասում է, որ այո, տեսել է լողափում մի քանի հոգով են եղել եւ ունեցել են ֆուրգոն, որով գնացել են եւ այդքանից բացի ուրիշ տեղեկատվություն չեն տալիս։ Դենի խրախճանքները եւ նրա տենդը շարունակվում են, նա դառնում է կարծես թմրամոլ, երբ որ չի ունենում նոր տղա, որի հետ կարող է զբաղվել կամ նրան խոշտանգել, տանջել, նա իրեն շատ վատ է զգում, սկսում է ցնցումների մեջ ընկնել, տարբեր ագրեսիա դրսևորել, որը կարող է լինել ինչպես հայհոյանքի տեսքով, այնպես էլ հարվածների կամ ինչ-որ իրերի ջարդելով, նա իր ասիստենտներին, Wayne-ին եւ David-ին վճարում էր $200 մեկ նոր տղայի համար եւ նրանք էլ գումար չունենալով, ինչպես նաեւ հեշտ աշխատանք էր դա, կատարում էին մեծ սիրով եւ ամեն օր համարյա բերում իր մոտ նոր տղայի։ Դենը, երբ որ նրանց հետ անում էր այն ամենը, ինչ որ ցանկանում էր եւ պետք է արդեն ազատվել, գնել էր մի փոքրիկ տնակ, որտեղ տանում եւ տղաների մարմիններն են ուղղակի շպրտում։ Այնտեղ նրանք մնում էին, սկսում էին փտել, մարմինները ворթերն էին ուտում, ինչ սարսափելի բան ասեց, որ չէր կատարում, քանի որ ոչ ոք դա չէր վերահսկում, նրանց չէին թաղում, ուղղակի իրար վրա էին շպրտում ու կարող է գային ներս տեսնեին, որ ինչ որ մեկի մարմինը արդեն կռիսը կերել է կամ, չգիտեմ, ձվեր է դրել մեջը, ուղղակի абսուրդային պատկեր։ 1973 թվական Wayne-ը իր ընկերոջը հրավիրում է Դենի մոտ, սակայն ճանապարհին նրանք հանդիպում են իրենց մյուս ընկերուհուն, աղջկան, եւ նրան նույնպես առաջարկում են, որպեսզի գա գիշերի այնտեղ, քանի որ նա այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում, կռվել էր տանեցիների հետ, ինչպես նաեւ նրան պետք է ուղղակի ցրվել եւ հանգստանալ։ Երբ որ Դենը տեսնում է, որ տուն աղջիկ են բերեն, նա ուղղակի հիստերիայի մեջ է ընկնում, սկսում է բարկանալ, գոռալ Wayne-ի վրա, սակայն այդ ամենը անում է առանձնասենյակում, որպեսզի ոչ ոք նրանց չլսի։ Նա շատ է բարկանում, քանի որ երբեք իր զոհը աղջիկ չի եղել եւ նա չէր ցանկանում, որպեսզի աղջիկ լիներ, նա սպասում է, որպեսզի բոլորը քնեն։ Երբ բոլորը քնում են, նա կապում է եւ երբ Wayne-ը բացում է իր աչքերը, նկատում է հենց ինքն իրեն Դենի պատրաստած տախտակներից մեկի վրա։ Այո, Դենը իր մինյոնին կապել էր տախտակի վրա ու պատրաստվում էր բոլորի հարցերը լուծել։ Նա տեսնելով, որ Wayne-ը արթնացել է, նրան ասում է, որ հերթով բոլորին բռնաբարելու է, տանջելու է, խոշտանգելու է, որից հետո սպանելու է եւ Wayne-ը լինելու է առաջինը։ Նա սկսում է աղաչել, խնդրել, որ դա իր մեղքով չի եղել, աղջիկը ուղղակի լավ վիճակում չէր գտնվում եւ խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակի, որպեսզի երկուսով կարողանան իր ընկերների հարցերը լուծել։ Երբ որ Դենը համաձայնում է եւ նրան ազատ է արձակում, Wayne-ը այդ ժամանակ դեռ ստրեսի մեջ է գտնվում, իսկ Դենը սկսում է հանվել եւ զոհերից մեկին մոտենալ։ Այդ ժամանակ Դենի ատրճանակը գտնվում է Wayne-ի մոտ, նա վերցնելով ատրճանակը պահում է Դենի վրա եւ ասում, որ թույլ չեմ տա իմ ընկերներին դու ձեռք տաս։ Այս ամենը կարող է հետաքրքիր խաղ տալ, բայց երբ որ խոսքը իմ ընկերների մասին է, ես քեզ թույլ չեմ տա, որ դու նրանց մատով կպնես։ Դենը սկսում է առաջ գնալ եւ պահանջել, որպեսզի իր վրա կրակի։ Wayne-ը մի քանի հարված է հասցնում։ Դենը փախնում է, Wayne-ը մի քանի հարված հասցնելով սրտին նրան սպանում է։ Ահա այսպես գտնում են Դենի մարմինը, լրիվ մերկ աստիճաններից ներքև արյան մեջ թաթախված։
Ոստիկանությունը գալիս է ձերբակալում Wayne-ին, նա սկսում է պատմել ամեն ինչի մասին, ինչպես նաև լինելով դեռևս երիտասարդ, էմոցիաներին տրվելով, լիքը դեպքերում պատմում է հենց իր ինիցիատիվան, պատմում է, որ նա էլ է մեղավոր եղել, որ նա չի եղել ազդեցության տակ, այլ գործել է, քանի որ այդպես է ցանկացել։ Նա բոլոր զոհերի տեղը, որոնց գիտեր ով որտեղ էր, ցույց է տալիս եւ ընդհանուր առմամբ գտնում են 27 զոհի դի։ Սակայն ընդհանուր Դենի եւ իր երկու մինիոնների սպանվածների քանակը 40 եւ ավել մարդ է։ Մարդասպանի երկու օգնականներին էլ ցմահ դատապարտում են, ոչ մի կերպ չի օգնում այն հանգամանքը, որ Wayne-ը փորձել է հետաքննությանը օգնել, նրանց ցույց տալ, ով որտեղ է թաղված, դա ոչ մի կերպ ոստիկանությունը չի մեղմացուցիչ հանգամանք համարում եւ նրանց երկուսին էլ ցմահ դատապարտում են։ Այսօրվա տեսանյութը այսքանն է, շնորհակալություն դիտելու համար, կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, ինչպես նաև մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։ What's your emergency?